Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարկ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։